Բարև ձեզ հարգելիներս, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք բոլորիս կողմից սիրված Արամ Մանուկյանին, բարև ձեզ, բարի գալուստ Ars podcast։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ Արսեն ջան, շատ մեծ հաճույքով եմ եկել եմ։ Ես կուզենամ այսօր մենք պայմանավորված լինենք մի հարցում, որ երկու մաս ենք բաժանելու մեր այս զրույցը, ընկերական զրույցը։ Առաջին մասում մենք խոսենք ձեր գործունեության մասին, ինչու երբ եւ ինչքան, երկրորդ կեսը մենք Արամին ենք ուզում ճանաչենք։ Արամ ջան, մենք քեզ շալիկոներով ենք ճանաչում, ասենց ասած, գրուբի եմ ասում, բայց կուզենանք նաեւ հասկանանք կենցաղում ընտանիքի հայ, իսկական հայ, իմ համար իսկական հայի կերպար եւ ինչպիսի մեսեջներ կհասցնեք երեխաներին, այդ երիտասարդությանը հիմնականում ձեր դիտորդներին։ Այդ երկու մասը, եթե դուք դեմ չեք, մենք սկսենք այդ։ Ուրեմն առաջին հարցը, որ թող ինձ ներեն իմ ընկերները, ովքեր հիմա դիտում են, ինձ հետաքրքրող հարցն եմ տալու։ Արամ ջան, այդ երբ զարթնար, որ դու որոշեցիր, որ դու պետքա ինչ-որ նմանակումներ անես կամ քո կերպարները ստեղծելով առաջ գնաս։ Երբ, որքանի տարեկանից դա ու ինչ ուզում եմ հենց հիշացնես ոնց դա եղավ։ Ում առաջինը նմանագեցիր, որ ասին, «Օրա, այս ինչ է նմանա»։ Առաջինը նմանակել եմ Արմեն Խոստիկյանին 8 տարեկանում։ Կարաս հիմա այդ նույն ձևով։ Հիմա մի քիչ վատառողջ եմ, ես կարծում եմ կստացվի։ Այսպես իմ համար թոթալ երեխայի գնդել։ Հա, այդպես նմանակել եմ իմ բարեկամները, տան անդամները մեր տեսել են, ծիծաղացել են, հետո սկսել եմ էլի նմանակել արդեն քաղաքական գործիչներին, հետո բարեկամներին, հարևաններին, ընկերներին, դպրոցում, կոպիտ ասած, ում տեսնում է, փորձում է իրեն նմանակել։ Արամ ջան, եղել է որ ինչ որտեղ փորձես այդ քո տաղանդդ, ասենք, ասենց չագերտավոր ասած մաստերների մոտ, աստղերի մոտ ցույց տաս ու ինչ արձագանք ա եղել, սկզբնական էլի, որ դու ինչ որտեղ վատ։ Հա, դրա համար Այ Արսեն ջան, դրա համար ինչի համար չտալով Չէ, ինչի կա ժամանակը գալու է անուններ տալու եմ, որովհետև ես Աստծո կամքով իմ երազանքին հասա, բայց այս տարիքում, որի համար էլի փառք Տիրոջ է, բայց ես 17 տարեկանից բեմին եմ եղել։ Երբ որ ես բեմին էի, թող ոնց ասեմ, մեծամտություն չլինի, շատերը բտառը չգիտեին։ Ես 17 տարեկանում նմանակումներ եմ արել, եղել եմ պրոֆեսիոնալների հետ, Աշոտ Եդիգարյանի, Մելոյանի հետ եմ եղել, Սարատիկյան Հայկի հետ եմ եղել, իրանց հետ գնում էինք ներկայացումների, ինձ մի 10-15 րոպեանոց նմանակումների բլոկ էին տալի, որը որ ես էի գրում 17 տարեկանում ու նմանակում էի։ Հետո եկավ մի ժամանակ, որ թատրոն խաղացի, մանկական թատրոն մի 2 տարի խաղացի, այսինքն ես միշտ եղել եմ, պարզապես ստվերում եմ եղել։ Հետո մի 2 անկապ պրոյեկտի մասնակցեցի մրցույթային, որի համար հասկացա, որ զղջում եմ, հասկացա, որ սխալ բան եմ արել, ու այդ մրցույթներում կոպիտ ասած մի քիչ ստացվեց մարդկանց, որ ինձ կոտրեն, չթողեն ես առաջ գնամ։ Բայց այսօր մասնես, որովհետեւ մարդիկ ովքեր այս բանով են գնում, իրանք նույն սխալները չանեն, Դե տեսեք, ես ոչ մեկի խորհուրդ չեմ տա, որ իրանք մասնակցեն իրենց տաղանդի հետ կապված, երբ որ իրենք գիտեն տաղանդ են, իրանք տաղանդավոր մարկանցից լսել են այդ խոսքերը, որ իրանց մեջ կա, ու գնան մասնակցեն ինչ-որ տաղանդների մրցույթի։ Ես էդի բոլորին խորհուրդ չեմ տա, որովհետեւ ոչ թե 50-50-ը, այլ 10% հավանականություն։ Զարանի արդեն գիտեն ով է կրելու։ Հա, բացի կրել, ստեղ հարցը կրելը չի։ Ստեղ հարցը այն է, եթե մարդ տեսնում է, որ դու իրանից լավն ես, իրան հավասար ես, կարաս մի օր անցնես իրան մոռանան, անտեսվեն իրանք, դա արդեն բանան, մարկային նախանձը, էլի չասեմ հայի, բայց ինձ թվում է սովորական մարկային նախանձը կարելի ասել գրեթե բոլորի մեջ կա։ Դրա համար Աստված ինձ իմ արածի համար, իմ համբերության համար օրհնեց, եկավ հասավ իմ օրը, ես սոցհարթակները ճիշտ օգտագործելով ունեցա մեծ հանդիսատես ու սիրվեցի։ Էլի փառք Տիրոջ, չէ, որտեվ ես համբերեցի։ Ես չգնացի, չդարձա ինչ-որ մեկի 1000 ներողություն ճուտը, ինչ-որ ջեբի շունը չդարձա, որ ինչ-որ երկրորդ երրորդական դերեր տային, իսկ չեք տեսել ինձ
հեռուստաընկերություններում չեն կանչել, չեն կանչում, Այս չեն դրա կանչելու, որովհետև ես այս տեսակն եմ, ես սենց եմ խոսում, ես սենց եմ մտածում, ես ոչ մեկի տակ չեմ պարկում։ Այսինքն դու քո սցենարն ունես։ Այո, բացի, հա, իհարկե։ Ես այս շոու բիզնեսի մեջ հատուկ են մարդիկ կան, ովքեր որ իրենք իրենցով կայացած մարդիկ են, մենակ այդ մարդկանց հանդեպ ունեմ հարգանք։ Ես իրանց տենում եմ արդեն ինձ էլ եմ տենում, որովհետև խառակ ձեռք էլի բնավորություն կա, որ այս լնգու լավազները 1080 չեն սիրում այդպես մարդկանց։ Այդ շատ դժվար է։ Ես պատկերացնում եմ այդ շոու բիզնեսի մեջ ինչ է եղել ու ինչ է հիմա Արամ ջան, չեմ Вообще, անուն դրել է մարդը որ քեզ երևի կողքից չի էլ նկատել անցնելուց, հիմի կարող է օրը 10 անգամ զանգում, ասում Արամ ջան, ես ինչ հարցով կաջակցես։ Իհարկե, ամեն օր օրը 24 ժամ։ Ու ինչ պատասխան ես տանում։ Ես անկեղծ որ ասեմ օգնում եմ։ Ես մի հատ վատ խասյաթ ունեմ, ես դա լավ խասյաթ է, դա հա, ես վատ ինձ համար վատ է, բայց մյուսների համար լավ է։ Դրա համար էլ եմ Աստծո շնորհակալ, որովհետև էդ էլ է համբերություն։ Մարդու ներել է սովորում, մարդուն ավելի շատ սիրել է սովորում։ Տես մարդիկ մտնում քրվում են, անիծում են, այն վաղ մարդիկ կային իրանց մտնում քրվում էին, ասում էին քրվում է, ախպեր հելում աղոթում է։ Բայց հետո հասկանում ես, որ չէ, մարդը քեզ քրվում է, հա, բայց դու կա ոչ թե իրան ներում, ես վատ խասյաթ ունեմ մի հատ էլ, որ այդ քրվողներին ման եմ գալիս գտնում, պատժում եմ, հետո նոր ներում եմ, բայց իրան հետ ներում ենք իրան։ Ինչ եմ ուզում ասեմ, որ ես փորձում եմ սաղին հասկանալ, որ սաղ ինձ հասկանան։ Արամ ջան, դժվար է քաղաքական գործիչներին նմանագելը։ Ես նկատի չունեմ բանով, ասենք քո մեջ գտնում ես այդ ուժը չես բանանում, որ անգամ մի օր արձախանության օրինակ կզանգեր, կասել, զանգեր, հա, ասել, ինչ ասել։ Իրա ձևով կարաս ասես, մի հատ իրա ձևով ասա, ինչ ասես։ Վերջի անգամ որ խոսացինք, ասեց, չեմ հիշում, ինչ որ հրապարակում էի արելի ծիծաղալու, բայց ոչ իհարկե իր անձը վիրավորելով, իր բառերով հումոր էի արել։ Ընդհանրապես ոչ մեկի։ Հա, իր բառերով հումոր էի արել։ Ասել բանը զանգել էր, ասել էր, որ ինչ-որ իր բարեկամներից կամ չգիտեմ ընտանիքի անդամներից տեսել են վատ են զգացել, մտածել են ես բանը վատ բան եմ արել, ես ասացի, որ իրականում այդպես չի, առավել եւս երբ որ արդեն ինձ ճանաչում եք։ Պարոն ժողովուրդ։ Մի անգամ իրար հետ վիդեո ենք նկարում պարոն Արզուքանցյանի հետ, ասեցի սիրելի հայրենակիցի բարեկամներ, մեկից ծովեսի ողբատ հայրենակիցի բարեկամը որն է այդ տղա։ Դες Արամ ջան, դու ոնց ես ընտրում։ Այսինքն կա ինչ որ մի ստիլ, որ դու կարաս նմանագես, թե ուղղակի դու մարդկանց իրանց ոճի մեջն ես ինչ որ սիրում ու կամ մարդը չես կարող։ Տարբեր բան ման գալիս, չէ։ Այդ մեկը գլուխ գովալ չլինի, ես հա, հաստատ կարամ։ Բախի չես անում ախպերս։ Նայ, Արսեն ջան, հիմա սենց բան կա։ Եղել է նմանակումներ, որ մտածել եմ դե տեմբրով բանով էլի մի քիչ ինքը խարիզման բան ուրիշ շատ չիլնելու, դժվար ալնելու, բայց չիլնում իմ մոտ չլնելը չկա էլի, սենց էլի Աստծո մարդ ես, էլի ուժեմ։ Այս վերջ երկու օր առաջ ընկերներիցս մեր երկիշներից հիմա չեմ ասի, երկիշներից մեկին եմ փորձել նմանակեմ ու որոշել եմ Մի ասա մեզ, բայց մենք նմանակել չէ, տեսնենք մեր ժողովուրդը չէ, չեմ ուզում, ուղղակի երկար պլաններ ունեմ այդ ուղղությամբ, չէ։ Չես բացում, բայց իմ մոտ բաց մի թե։ Այդ առանցին կասեմ։ Լավ, Արամ ջան, քո կողմից ամենասիրված կերպարը ո՞րն է եղել, որ բացի թուրքերի հետ կապվածի մի կողմը, դրանք մոդել են։ Հա, մի հատ Արսեն ջան, կարևոր բան կա, հիշեցի ասեմ, տեսեք դուք ասում եք մենք քեզ ճանաչում ենք շալիկո, բան չէ։ Բան չունեմ ասելու, ինչ շատերը շալիկո չենք ճանաչում, այդ կերպարի մասով ավելի շատ, շատերը ինձ ճանաչեցին, բան չունեմ ասելու, այդ թուրքերի հետ, ազիկների հետ կապված թեմաներով, հա, բայց եկեք շատ հետ չգնանք, մի 2 տարի հետ գնանք ու հիշենք, որ իմ հաջողությունը բերել է Տիգրան Արզուքանցյանի նմանակում։ Այդ մեկը բոմբել ես դու։ Հա, ես էդի չեմ կարող ասեմ, այդպես չի։ Հայ ուզել, հա, քեզնից Արամ ջան։ Անկեղծ իրեն նմանակելով է սկսե
Այդ ալիքը տենց է սկսել։ Հետո էլի տենց տարբեր մեծ լսարան ունեցող մարդկանց նմանակումներով, հետո նոր եկի հասել է արդեն այս ադրբեջանցիների մեջ։ Արամ ջան, իմ նման պնդերես մարդ տեսել ես, որ զանգի ասի Արամ, խի ինձ չես նմանակում, այ ախպերես։ Դες քաղաքական չի եղել, որ ասեն ախպեր մեզ է խի չես նմանակում։ Չէ, բայց եղել են մարդիկ, որ շատ լավ են ընդունել։ Հա, նմանակի։ Օրինակ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետը Գիտես մտածում էին մարդիկ, անգամ ես էլ եմ մտածել, կարող է իր բնավորությունը նենց է, որ ասի չէ, տղա ջան, խոսքի օրինակ, ինձ ոնց ասել քեզի չէ։ Ճիշտ է, հիմի Վարդան Ղուկասյանի նեղության մեջ է, ես չգիտեմ կարելի է դա չի կարելի, բայց ինքը հումորով մարդ է, ես իրան լավ ճանաչում եմ։ Ինքը բացի հումորով ելնելուց օպտիմիստ մարդ է, ինքը ասենք ինքը ոնց կասեր էս բա։ Տղա ջան, ավելավա գնաս քո կորձերով սպանես։ Ծափահարությունով վերջի դատավարությունը ես անկեղծ կարիթից օգտվելով ուզում եմ որ ազատության մեջ լինեն ամեն դեպքում հա մեր ժողովրդի մեջ ընդհանրապես քաղբանտարկյալների մեջ չեմ ուզում էլի պետք չի էլի այսպես թե այնպես ոնց որ մենք հիմա կալանավորված ենք էլի բաց երկնքի միասին լավն են չէ՞ հա բա ինչ ենք շատ հզոր ենք մենք տես Արամ ջան ես մի քիչ ուշ հայ տեսակին կմոտենամ ու կասեմ ես ոնց եմ ես վամպիր եմ ընդհանրապես էներգետիկ ես դա ողջ չեմ ես դոնոր չեմ ես միշտ նայում քաղում եմ դա ապասնի բան չի ապասնին դոնորն է որ ինքը միշտ ուզում է որ դու իրան լսես այդ դոնորն է սա նշանակում տես կան կերպարներ ես օրինակ եղել եմ քո հրավերքով քո ներկայացմանը ժողովուրդ կստացի եթե այդ ներկայացումը ինչ որտեղ նորից եղնի ես ռեկլամ չեմ անում եթե ուզում եք մի ժամուկես չէ կդրվեք ժամ 10 կդրվեք ընդհանրապես вообще քաղաքականությունից այս պատերազմներից բան ուղղակի ընկնեք մի աշխարհ որտեղ կան կերպարներ որը ես մի վարքյան չի եղել որ հանգիստ նստեմ անգամ ասեմ եկավ մարդը ինչ եղավ փող խուրդեցիր ինչ Հիմա նոյեմբերը ուզում ասեմ հունվարի 29-ին ունեմ եւս մեկ ներկայացում Երևանում բարեգործական այդ դրա մասին ուզում եմ խոսեմ Արամ ջան տոմսերի գինը 1000-ից 5000 դրամ եմ դրել որ կարելի ասել բոլորին հասանելի կլինի ամբողջական հասույթը տրամադրելու եմ մեր հայրենակցին Արտյոմին Սարդարյան Արտյոմին Ռուսաստանում գտնվող 12 տարեկան մեծ առողջական խնդիր ունի $3 միլիոն դեղի արժեքը Ամերիկայում կա միայն այդ դեղից գումարի կեսն է հավաքվել այսինքն $1.5 միլիոն դեռ անհրաժեշտ է իմ մի վիդեոյով մարդիկ 100,000 եւ ավել դոլար իմ ուղերձով արդեն փոխանցել են Արտյոմին որի համար շնորհակալ եմ խոնարհվում եմ իմ ժողովրդից ես էլ իմ կողմից եմ ուզում մի փոքրիկ աջակցություն 29-ին ով եկավ այդ գումարը միանգամից Արտյոմին այո պետք չի որ ասենք ինչ որ գումար ամաչում է որ փոքր է գումարը համ կգան լավ երեկո կունենան համ էլ կիմանան ամսի 29-ի ժողովուրդ ջան ձեր բերեք տոմսերը քանի որ այդ փոքր գումարով բայց մեծ սրտով դուք կօգնեք այդ բալիկին որովհետեւ մեր հայրենակից բալիկը անկախ նրանից որտեղ է ինքը բնակվում խնդիր ունի ուրեմն եթե դիմել են ուրեմն մենք պետք է ազգովի կանենք սա էլ իմ կողմից Արամ ջան տես ես այդ ներկայացման ժամանակ շատ կերպարներ տեսա դու կերպարները ոնց է սցենարդ գրում ես պատտեքստ տեսա քաղաքական եթե մարդը կոփված է քաղաքականությամբ այդ տեքստերը լսելով ինքը կարող օբշի սխեմա կազմի ու հասկանա որ ինչ որ մեսեջ ես դու հայտնում քաղաքական դաշտին այդ օրինակ ոնց հասկանանք ես քո ուղղությունը նախ չեմ հասկանում ու ողջունում եմ որ ես չեմ հասկանում Որտեղ պետք է չի որ այսա, հա, դու ուղղակի հայակենտրոն մարդ ես, հայ ես ուղղակի, ուզում ես որ Հայաստանը, հայդ ժողովուրդը էսենց լինի դրա համար այդ մեսեջներն անում, թե մարդկանց բան ես հասկացնում, որ լսեք, մենք ասենք խելար չենք, խելագար չենք, ամեն ինչ տեսնում ենք ու հասկանում։ Երկուսն է կա Արսեն ջան, համ ուզում եմ համախմբված լինենք, համ մեսեջներ ունեն։ Բայց ես ինչ-որ մի քաղաքական ուժի երկրպագու չեմ եղել, չեմ լինելու։ Մեր մեծերը որ չեն եղել խոսքի ես փոքրիկս ինչ գործ ունեմ խառնում եմ այդ հարցերի մեջ։ Հա կարամ կարծիք ասեմ, բայց կարամ իմ կարծիքով շատ իմ հետևորդների խանգարեմ։
իմ սխալ կարծիքով անգամ։ Հիմա Արամ ջան, վերցնենք մի քանի քաղաքական գործիչի կերպար ու պատկերացրա, որ դու հեմին մեսեջը, որ ուզում ես մեր հայերին հիմա ոչ թե նոր տարի շնորհավորես, այդ քաղաքական դաշտում ինչպիսին կամ հայը ինչպիսին պիտի լինի, մի հատ լը փորձես թե դրանց կերպարով չի լինում։ Հենց այդ է ուզում ասի։ Չեմ կարող սուտ կխոսեմ։ Ասեք այդ մարդը չի կարա դա ասի։ Չեմ կարող այդ տեքստը, անկեղծ դրա դեմ աշխատող է։ Հա, այ ապրես, հա, այ ապրես։ Որովհետև եթե ես ուզենամ ասեմ, ես իմ սրտից եմ ասելու, բայց ես իմ սրտից չեմ կարա X քաղաքական գործիչի, որին որ գիտեմ լավ բաներ չի անում, համոզեմ իմ մեջ, որ ինքը այդ ձայնով էդի ասի։ Ես հասկացա։ Սուտ է։ Արամ ջան, իսկ եթե հանգարց մի օր արթնանաս, քեզ մեկ է տենաս 100 հատ մեսեջեր են գրում, թե Արամ, նայ, քեզ են աղբեր նմանագում։ Հա, կուրախանում։ Կուրախանաս, իրոք։ Ես աշխատել եմ ին վրա այդ ուղղությամբ։ Ինձ նմանակում է աղջիկս 12 տարեկանը, հա, գեներով ոնց։ Չի վախենում ես նկարել, հա, չնայած աղջիկն Չէ, երեխեքի չի։ հա, չէ, ես խնդիր չունեմ, փառք Աստծո, դրա խնդիրը չունեմ, բայց չեմ ուզում էլի համացանցում իմ երեխաները շատ Երևան։ Արամ, ոնց է քո մոտ ստացվում, որ դու օրինակ ես քո ռեկլամները նայում եմ, ես անկեղծ։ Արա չգիտեմ, այն օրը զանգեց է, ասի Արամ ջան, հելնում եմ այդ ամեն տեղը։ Ուղղակի ռեկլամ ես արել, թե ճիշտ է դենցա, ասի Արջ ջան, ճիշտ է դենցա, ես ստուգում եմ։ Հա, ես ստենց։ Որովհետեւ իմ անունից հետ հետո ոչ մեկը այն ճղճղների պես բան չկաբեն, այդ քո ասածը չի, իմ ասածն է, որովհետեւ բան չկաբեն նույն ձևի, իրանց համար լիժբը լինի ռեկլամ, ես գնում եմ, ստուգում եմ, խոսում եմ ու ասում եմ ախպեր, իմ ռեկլամից հետո սենց ալնելու։ Իհարկե։ Ես գնացել եմ իմ աշխով տեսել եմ, որ դա իրոքը տենց է, մի բան էլ ավել քիչ ես արել այդ ռեկլամի համար ասել, հա, ես լուրջ եմ ասում, այդ օրինակ այդ մարդկանց տեղն եք, ասեի ախպեր, ասենք արի մի ռեսել, պետք է բոնուսով անես, դա չմոռացել ես ասես, որ ասենք ամեն մի քայլափոխին մի հատ հիասքանչ մարդ մոդենում է տղա թե աղջիկ երիտասարդ ու ասում է դուք եթե չեք կողմնորոշվի, եթե կողմնորոշվում եք, ասեք մենք ասենք ինչու համար է ձեզ պետք, միգուցե դա ձեզ հարմար չլինի, նույն գնի բանով ուրիշ բան հարմար լինի։ Այսինքն իմ համար այս զարմաց ասում եմ օրա։ Չէ, Արսեն ջան, ո՞նց ես կարողանում դու այդ ռեկլամների մեջ մտցնես քո ստիլը։ Որովհետև տեսեք, հիմա ես էս ոնց ասեմ, 37 տարվա ապրածս անիմաստ չեմ համարում էլի։ Այդ բիզնեսմենը կարա է սոկի այդ օրինակը, հա, բերեմ, օրինակ է սոկը արտադրել է, ինձ ասում է բնական է, բայց ինքը գիտի, 2 տարի հետո սկսելու արդեն կամ մի տարի հետո արդեն արհեստական ինչ-որ քիմիական նյութեր խառնել, չէ։ Երբ որ ինքը ինձ խափի, այդ նույն իր խափածով ես խափել եմ իմ ժողովրդին։ Այդ պրինցիպով չեմ անում, ասում եմ, եթե իմ առաջ ժամանակահատվածում գովազդի դու ինչ-որ մեկին խափես, նշանակում է ես եմ խափել։ Եթե ես խափեցի, ես այդ մարդկանց չեմ կարողանալու պատասխան տամ։ Եթե դու խափեցիր, ես խափտված դուրս եկա, ես դառնում քո թշնամին։ Բոլորի հետ այտենց եմ աշխատում։ Պարզ ասում եմ, ասեմ կփակվեք։ Կհելեմ կասեմ, որ ախպերեսի շան տղա է 1000 ներողություն։ Ով համաձայնվում է աշխատում ենք, ով չի համաձայնվում։ Ոնց տեսնում եմ շատերն են համաձայնվում ու Որովհետև շատերի մեջ կա տայնի այդ համ ստուգեմ, դա իրականը դες։ Հա, դա շատ Ես լավ է։ արդեն երկու հատ ստուգել եմ, դու գիտես։ Շատ լավ է, հա, պետք է հետևողական լինենք, բա մեր Չէ, գնումներով ստուգել եմ, իրոք կայացան եղել է, Արամ ջան։ Մի հատ գախնիկ բաց բոլորին, նրանց ովքեր TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում ինչ որ հայտնիություն են ձեռք բերել, ինչ ունեն, դեմի ինչ տեսակետի մարդիկ են իրանց հետևում, ես դրանց մեջ չեմ մտնում։ Ամեն մարդ իր ստիլի մարդկանց։ Այ ոնց անեմ, որ քո նման զվիզդա չբռնեն այդ մեր բառերով ասած, որովհետեւ աստղայինը չտանի։ Ես քեզ տեսել եմ ախպեր, դու իմ կողքից քայլել ես 1000 հոգի, ասենք մոդենում են, Արամ ջան, մի հատ նկարվենք, Արամ ջան, ես քո ցավը տանեմ, անում։ Այսինքն համ դիմանում ես, չես ներվայնանում այդ ամենաշատ ուշադրությունից։ Համ էլ քեզ սպառում ես այնպես, ոնց որ ինձ թվում է եղել ես։ Այսինքն ոնց ես կարողանում դու անես, ախպեր, ոնց պետք է դա մարդը իր մեջ ինչ ուժա պետք է մեջից անի, որ ինքը հասկանա, որ ինքը իրանց մեջի ծոցից ելած մարդը չի կարա մի օր նորից թակավոր դառնա դրանց գլխին։ Հավասարա բոլորին, այ քո մոտ ստացվում է ոնց, ախպեր։ Արսեն ջան, այ մարդկանց մոտ հիմա մի հատ կարծիք կա, որ
Դե Արամի մոտ եղավ, մեր մոտ է կլինի, Պողոսի մոտ եղավ, մենք եկեք փորձենք ճանաչվելու։ Հա, ասենք խոսքի ճանաչվես, բայց ո՞նց ճանաչվես։ Արամին այս մատով են ցույց տալի, քեզ չեմ ասում ինչ մատով են ցույց տալի։ Ճանաչվելու տարբեր բաներ կա, էլի խոսքի, կրիտերիաներ կա, լավ, սենց ասեմ։ Իմանաս քեզ խեն ճանաչում, ոնց են ճանաչում, դրսում ոնց են խոսալու քո մասին կամ շրջապատում։ Դրա համար պետքա իրոք անկեղծ դու լինես, ոչ թե անկեղծ խաղաս, իրոք անկեղծ լինես քո հետ, քո հանդիսատեսի հետ։ Ես իմ հետևորդներին հանդիսատես եմ ասում, որովհետև իրականում հանդիսատես են, հա, էլի դենց պատպիսչիկ չեն, ինձ խոսքի պատպիսկալն են X բանի համար ինձանից մի բան օգուտ քաղեն, որովհետև հանդիսատես են։ Պետքա չտրվեն այդ ձեր ասած խայպերին, չանեն այդպես խայպեր, ու միշտ մտածեն, որ իրենք կարան վնասեն իրենց աուդիտորիային։ Շատ լավ։ Արամ ջան, չգիտեմ, մարդիկ հիմա կսպասեն, թե Արամը դե հումոր։ Արամ, դու քո ստիլով պատասխանեցիր մի հատ չակերտավոր հայտնի հագահայ կերպարի, այդ անունը չեմ տալիս, հասկացաք, թուրք բլոգերի, ադրբեջանցի, այսինքն չհասկանալի ինչ ծագում ունեցող բլոգերի մասին է խոսքը, որը հատատ պինցետով մեր միջից, մեր հասարակության միջից մարդկանց ովքեր չէին հասկանում, ովքեր խայպ ավշիկ էին սենց ասած, ովքեր հագա հայկական էին հենց մեր մեջ, հանում տանում ախպեր, փորձում ես ծաղրել։ Ես մի օր առաջին անգամ որ տեսա, ես չհավատացի որ դու ես նախ, բայց ասի կարող է իսկույնի ինտելեկտով ԻԻ-ով սարքել են Արամի բանով, էսի, որովհետև այնտեղ աշկի փախցնել կա, բան, էս զարմացած է, ոնց կար Արամը էսի անի։ Բայց ամաչեցի զանգեմ, ասեմ Արամ դու ես, թե չեմ, պիտի ասեր կասկածում ես տաղանդից վրա։ Դու մի հատ կերպարով ապտագեցիր մի համակարգից, այդտեղ մի մարդու մասին չէր խոսքը, մենք բոլորս հասկանում ենք ովքեր են այնտեղ աշխատում, ինչ նպատակ են հետապնդում։ Դու ունես մի հատ ապտակ տվեցիր։ Այ ո՞նց է գավ այդ քո մեջ։ Դու չհելար, եթե չբացիր ունես ախպեր, եթե բացում ես 1000 հոգին չետ մեջը նստում ամեն մարդ պիտի երազի, որ ունենա դենց հարգանք, որ եթե Արամը մտել է, ուրեմն բան ունի ասել։ Արամը չի մտնում այնտեղ սենց կապիկություններ հերուտանից տեղից անի, որ արեք լսվեք, ոնց է շատերն են անում։ Այ ոնց դու մտածեցիր, որ կարաս դու քո ստիլի մեջ, անես մի հատ բոքսես դրանց բերին, որ մինչև հիմի նոկաուտի տակ են։ Նա իարչան, Ու կերպարը ոնց ինչի դե դենց է։ Ոնց է ստեղծվել, տեղից սկսեմ։ Ուրեմն տեսեք, մի 3-4 տարի առաջ էր, ամեն տարի գնում եմ Բաթումի հանգստանալու։ Վրացի մի մարդ կար, անունը Շալիկո, ու ինքը շաշ էր, էլի այդպես շլիկ էր։ Մի խոսքով ամեն անգամ շենքից երբ որ իշտում էին գնային կապ, հանդիպում էր ու ինքը տենում էր, որ հայեր ենք մենք, ընտանիքով է ես։ Մի օր ասաց, որ հայերը մարդ չեն, լավը չեն, ադրբեջանցիները լավն են։ Տեղից ասացի կարելի է սենց կերպարա հորինել շլդիկ շալիկո, շլդիկ շալիկո, հա։ Ու շլդիկ շալիկո սկսեցի կամերան ռազմավարեն ստուն գնալ յուր։ Ինքը եղել է քեզ հետ այլ ազգիները որ զանգ են ուղղակի ազերիները շատ են զանգ։ Հա, ու խնդրեն որ դու էլ այլևս չանես այդ։ Ինչ են առաջարկել դրանց։ Հայաստանի մեջ որ դու քո հախից կգանք շուտով որ պլանները լրացան կգանք, հախից հետ կգանք։ Վատը գիտես որն է Արսեն ջան, որ իրանք ասում են բաներ, որի մեջ որ դու տենում ես ճշմարտություն։ Ասма ձեր ազգի մեջ կլինեն մարդիկ, ում կվարձենք քո հարցերը կլուծի։ Այո, դաժե դենց։ Քո կոնկուրենտները, կստացի, ինչի՞ չէ, որ այնտեղ վարձել է պետք չի։ Կասեն այ դեպ եղել է նման դեպք, երբ որ իմ տվյալները ուզբեկին ծախել են, ոչ թե ծախել են, տվել են առանց գումարի։ Գումարը բանեիք այդ սոված շուն։ Հայերն են տվել։ Հայերը իհարկե, ուզբեկին ուր դուց իմ տվյալները։ Այսինքն հայերը ինչ որ տեղից ճարել են քո հասցե, մասը։ Իմացել են էս X ուզբեկի իմ այդ խնդիր ունի, իմ տան հասցեմ, որտեղ իմ ծնողներն են ապրում, ես չեմ ապրում, իմ ծնողներն են, պատկերացնես իմ ծնողների տան վրա մարդ գնար, ինչ կլիներ, իմ երկրի մեջ են էլ։ Ինչ պետք է տայ մեկին սպանեի, գնա ես դատվեի, ում պատճառով խոսքի հիմար
մարդու պատճառով, որի համար որ ես այսքան բան եմ անում, որին որ այսքան նաև սիրում եմ, ուզում եմ որ համախմբենք։ Մեր հիմարներն են։ Մերն են, էլի մերն են։ Դե հիմա պատկերացրա ադրբեջանցուն գումարի դիմաց ինչեր կարան ասեն։ Ես գիտեմ, որ ինձ նաև թուրքերն են հետևում, դաժե եթե ես հայերեն խոսում եմ, այն Սևանի ինչ են ասում դրանց թու երազներին, երազ են ասում դրանց, այն հայերին, որոնք Հայաստանում ապրել են, հայերեն խոսալ գիտեն, գնացել են, իրանց երազ են ասում, իրանք ինձ շատ են հետևում, իմ հաղորդումների բան, ու գրում են իրանք հայերեն, մեկ փորձում են հայկական անունի տակ հելնեն խոսան, այ դու շալիկոյի ձև, մերգու բարգարած իմ այդ պատմիչիկներին, ասես այ մարդ, այս մարդու ձեռանդն հետ կաշեք գնացեք։ Մեկը չեն հասկանա, ես նես չի, որ ադրբեջաներեն հասկանում, բայց կուզենայի, իրոք կուզենայի սովորել։ Շնամու լեզուն իմանալը դա Իհարկե, առավելություն է։ Մոնթե Մելքոնյանը որ գիտեր, պրոստը ուղղակի տենց չէր ասել ժամանակը եկեք սովորել։ Հոգնում ես Արամ։ Հա, բա ինչ եմ անում։ Ֆիզիկապես մասին չի խոսքը։ Մտքով հանգստություն շատ է պետք է։ Հոգեպես։ Մտքերս սա շատ։ Ընտանիքդ չի կարոտում քեզ։ Բա ինչ է անում։ Պատանաշեն ինչ ես ընկեստեղ, ես կապված վսում, գնա մի քիչ ընտանիքիդ հետ Դե, նոր տարի է։ Արսեն ջան, էս էլ իմ մեծ ընտանիքն է։ Իմ մեծ ընտանիքը, եթե իմ մեծ ընտանիքի մասին, եթե ես չմտածեմ, մի քիչ հումորով, մի քիչ ինչ-որ ասելիքով, այն փոքր ընտանիքովս ու մենակ ես չեմ մնալու այս Հայաստանում։ Արամ շատ դժվար բան եմ ասելու։ Ահա որ դժվար։ Մանավանդ գիտես ինչի է քո համար դժվար։ Որովհետև դու հայրենասեր տղա ես։ Շատ հայրենասեր մարդկանց, եւ մարդ, այսինքն ոչ թե հայրենասեր, հայը չի կարա հայրենասեր լինի, ինքը հայա դրանով ասած է ինքով է։ Դու հայ լինելով ես հենց հիմա որ քեզ մի բան ասեմ, կարող է հաղորդումից հետո ուզբեկները իմս ծաղեն արդեն։ 3 բառով քո սերը նկարագրի քո հայրենիքի քո ժողովրդի հանդեպ 3 բառով կարաս տենց դու տաղանդավոր մարդ ես հավատում եմ որ կկարանաս ֆրունզիգի ձևով արդայդի քո սերը քո լավ 3 բառ են կոմ ենք տանում ֆրունզիգա ոնց ֆրունզիգի ձայնով ֆրունզիգի կերպարով արդայդի այն ինչ որ ոնց ես դու սիրում Ֆրունզի ձայնով մի քիչ վատառող չեմ դրա ոչինչ մերոնք նորմալ մարդիկ են իրանք հասկանան դժվար բան է ես գիտեմ որ շատ դժվար բան է բառեր չես բառեր չէ բառեր ոչ թե չես գտնում բառեր միշտ կա բառեր կարաս 3-ի փոխարեն 10-ել ասես 3 մի ասա եղբայր չէ միտքը ուզում եմ ասեմ ինչքան շատ նրա մեջ չի ինչքան շատ հայրենիքից խոսես այդքան շատ հայրենասեր ես կարաս չխոսես բայց գործես բայց ես ամենակարևորը տեսնում եմ կրոնը ընտանիքը կրոն ընտանիք ընկերությունով էլ կարաս հայրենիք պահես հիմա մենք ընկերություն խոսքի շատերը դարը փոխվել է ինչ են անում ձևական չէ կարան կեժամ մեկի հետ ընկերություն անեն կեժամ էս կուսակցության մեջ լինեն ընկերներն են քո այս տաղանդավորությունը ի հայտ անել համայն աշխարհի haman հայեցան քանի հատ ընկեր ունեիր քո WhatsApp-ի մեջ հիմա քանի հատ ես շատ ունեմ միշտ այն վախտել ես ես միշտ շատ ընկերներ ունեմ ես ընկերասեր եմ շատ ես այնքան ընկերասեր եմ ես իմ ընկերների համար որ մի բան անում եմ գիտեմ իրանք իմ համար են արել ոնց ես ֆիլտրում դու ընկերը օրինակ ես պատկերացնում եմ քո այսքան ճանաչված լինելու բանով շատերն են ուզում քո հետ ընկերություն անեն ու այդ շատերի 90%-ը ովքեր որ կուզենան այդ ընկերություն անեն ուղղակի իրանք է դանան քո կողքին ճանաչելի կամ ինչ որ միտեղ դիվիդենդներ ինչ որ մի բան այսինքն շահը հաշվի առնում ոնց է ֆիլտրում դարձել է շահով բայց փառք Աստծո իմ կողքը չկա եթե նոր ընկերներ եմ ունենում ես զգում եմ չէ որ խոսքի ինքը ինձից շահ չունի, ես իրանից շահ չունեմ։ Դրա համար ասում այդ մաքուր ընկերություն է, Արսեն ջան, օրինակ դու իմ ընկերն ես, դու իմ գաղափարակիցն ես, մյուսը մեր ընկերն է, մեր գաղափարակիցն է, այտենց ընկերներով կարանք խոսքի մեկս մյուսին հարգելով, սիրելով, խորհուրդ տալով ուժեղանանք այդ ընկերության մեջ։ Այդ մեծ ընկերությունը կարա դառնա մեծ ընտանիք։ Մեծ ընտանիքը կարա պահի մեր կրոնը ընկերության մեջ լինի կրոնը քրիստոնեությունը
ընտանիքի մեջ է լինի առաջնային տեղում, ու այդ ամեն ինչը երբ որ պահենք, այդ երկու կարևոր բաները երբ որ պահենք, հաստատ ինչքան է թշնամին ուզենա, մեզի չի կարող նեղացնի, ինչքան էլ ուզենա։ Եթե իրական մենք հավատացյալներ լինենք, իրական ընկերներ լինենք, մեկից մյուսի խոսքը հարգողը լինենք, իրար լսողը լինենք։ Միշտ մի հատ երգ ունի, ասում է, եթե իրար լսենք, հենց այդ եթե ու այդ լսելու խնդիրը ունենք մենք։ Որտեղ ընկերների մեջ է շատերին թվում է իրանք լիդերներ են, ասենց լիդերների բան կա, չէ, շատերի մեջ։ Ոչ ընկերության մեջ բոլորն են լիդերներ։ Եթե քո ընկերն է, ուրեմն քո նման մեկն է։ Քո նման մեկն է, չէ։ Գաղափարակից մոդիկություն կա, աշխարհընկալում կա նույն ձև, ընտանիքա սերություն կա նույն ձև, դաստիարակչությունը նույն ձև է, այսինքն ընկերության մեջ շատ կոմպոնենտներ է իրար համընկնում, անկախ նրանից թե կարա ինչ-որ միտեղ դուք տարբեր տեսակետներ ունենաք, բայց ձեզ ինչ-որ մի ավելի խոշոր բան միավորում է, հայ տեսակն է միավորում։ Արամ ջան, դու ասեցիր երգ։ Ախպեր, ինչ շալիկո, մալիկո, սաղ սպասում է, բայց որ դու երկիչ ես դենց, կայացած, արդեն, ասեմ ինչու կայացած, քո ստիլը արդեն երևում է, յուրաքանչյուր երկիչ, օրինակ նայ, Արմենչիկ, Թաթա Սիմոնյան, որին ես չէի ուզենա հիմա ասեի, մնացած դե ես Թաթա Սիմոնյան չեմ լսում, ինքը կարող է շատ լավ մարդ է, լավ երկիչ է, իր ստիլին դուրս չի գալու։ Անունները 10 վերջում է լիմը, չէ։ Չէ, տես։ Որովհետև ես հաստատ երկիչ չեմ, ինչ եմ կարամ ուզում ասել։ երգեմ, բայց հաստատ իրանց Տես, դու կարաս քո մասին ինչ ուզում ես մտածի, ես քո մասին կասեմ այն, ինչ որ ես եմ տեսնում, Արամ ջան։ Ու իմ տեսակն էլ դենց է։ Անկախ նրանից դա քո դուրը կգա դե չէ, ես իմ տեսակետը կասեմ։ Իմ կարծիքով դու քո ստիլը արդեն դնում ես։ Մի քանի կլիպ, ես տեսնում եմ ուղղվածություն ստիլ։ Քո մոտ ես չասեցի դու արդեն, ասենք, երկիշների մեջը դարել ես համարժեք, բայց քո մոտ ստիլ կա, ու ես ուզում եմ հարցնեմ, դա դու ուղղվածություն ես վերցնում ինչ-որ ձևի, թե ուղղակի հոբի է։ Չէ, այ ապրես, ավելի շատ հոբի է։ Այսինքն դու վաղը մյուս օրը չէ, վաղը մյուս օր չեք լսի։ Հանդիսավար չեմ, բայց երկի չեմ ուզում։ Ոչ հանդիսավար եմ ուզում լինեմ, ոչ երկի չեմ ուզում լինեմ, ոչ ուզում եմ ասեմ, ես ինչ օրը համալիրում համերգ ունեմ, եկեք լցեք ու գեժ գան։ Ես երկիչ չեմ, ես հումորիստ եմ, որ դու համալիր լսես։ Փառք Աստծո, թող այնպես երկեր լինի, որ միայն աղոթք լինի առաստված, թող այդ ժամանակ գան։ Ես այդքան խելացի լինեմ, այդքան կրթված լինեմ, որ կարողանամ Աստծո հետ խոսեմ համալիրում, իմ ժողովուրդն էլ ինձ հետ այդ ձայնը գնա Աստված ու մենք այս ամեն ինչի մեջից դուրս գանք այդ մասով, բայց որ գնանք լալայ լիլի լալայ լուի անելու, չէ թող չգան ոչ։ Հա մեջս մտածում եմ, Արամին ներքաշեմ այս հարցերի մեջ, ինչ հարցեր ա, ասա։ Ներքաշեմ, չներքաշեմ, բայց всё-таки ուզում եմ չներքաշեմ։ Ուղղակի կուզում եմ դու սահուն շատ հեռու զգուշավոր պատասխան տաս։ Դու միշտ ասում ես Աստված, ի՞նչ է քո համար եկեղեցին։ Շատ խորը չետաս, ես մոնտաժ կանեմ, նայ ասում։ Չէ, նայ, ասում են շատ աղանդավորներն են հիմնականում ասում են եկեղեցին տաճարները չեն, շինությունները չեն, այս չեն, այն չեն, չէ։ Բայց ես մի հատ կարևոր բան ասեմ։ Եկեղեցին իմ համար առաքելական եկեղեցին է, դի պեչատած ասում եմ, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Եթե առաքյալներից է եկել մեր եկեղեցին, Հիսուսի աշակերտներից։ Կսես կոպիտ ասած Հիսուսի կողքի տղեկից։ Դու ոնց կարաս 1980 թվին մի հատ ածեյով հիմնես եսիմ ինչ ու դու անուն դնես Հիսուսի հետի տղերքից հիմնած եկեղեցուն ու ասես տաճարում չի մոնտաժեմ ես իմ մոտ արխիվում Չէ, էսի մոնտաժ պետք չի, ընդհանրապես մոնտաժ պետք չի։ Եկեղեցին ինչ է կոչվում առաքելական։ Առաքելական ինչ է նշանակում։ Առաքյալներից եկած։ Բա ինչի՞ չի կոչվում, ասենք տրտատական։ Չէ, բայց տրտատական չի։ Բա ասում եմ որ տրտատն է բան արել։ Մի օր զարթնել է։ Չէ, դե հա այդ գիտենք, այդ պատմությունն է գիտենք, բայց առաքյալներից եկածա, չէ։ Իհարկե։ Ահա, երկու առաքյալներից եկածա, հիմա մենք ինչքան որ կարացել ենք դարեդար, ոնց կարացել ենք, պահել ենք, եկե հասել է մեզ, մենք է խոզի նման ուզում ենք շպրտենք։ Որտեղ է։ Էսի է ճիշտ, էնի է ճիշտ։ Արամ ջան, ես քեզ ճիշտ է, չեմ ուզում նորից եմ ասում, չեմ ուզում ներքաշեմ, բայց դու գիտես ինչ տաղավարում ես։ Այս փոքր, շատ փոքր բան հարցեր տալու եմ։
Որտեղ է այն կարմիր գիծը, քանի որ իմ համար դու խելացի մարդ ես, խելացի հայ ես։ Որտեղ է այն գիծը, որ մարդը, նա ինչու համար եմ ասում, մարդը պիտի հասկանա որտեղ է եկեղեցու պաշտպանությունը, որտեղ է անձի պաշտպանությունը, որ հանգարց չլինի նենց, որ եկեղեցու շղարշի տակ անձ պաշտպանվի։ Ես դրան դեմ եմ։ Ոնց անենք։ Բոլորսը գիտենք, որ եկեղեցում կան մարդիկ, որ ես չեմ կարող ոնց ասեմ, ես ինձ լավ խասյաթ ունեմ, եթե ես իրա չափ չեմ կարդացել այդ Աստվածաշունչը, թեկուզ ինքը իրանց այդ եկեղեցական օրենքներով ինչ-որ բաներ է խախտել։ Ես ոնց իրան դատավորել եմ, ախպերս կասես ինձ։ Աստված դատավոր։ Չէ, եթե չէ հարց չկա, ինքը 1000 արել է շատ մեծ վատ քայլ։ Սաղս գիտենք, օրինակ եմ, Պողոսը։ Բայց ես աշխարհի կլնելով ամեն օրը 100 անգամ մեղք գործելով, նրան ոնց ասում է, չէ, ուրիշի Կարաս չէ հուշես, բայց չէ, ինչը հուշեմ։ Օրինակ եմ ասում ես։ Աստված ասում է, չէ, քո աշկի գերանը չտենելը ուրիշի աշկի չափը մի տես։ Հիմա ես իմ աշկի գերանը ասում եմ, ես աշխարհիկ մարդ եմ, բայց առաքելական եկեղեցու զավակ եմ, կնքված եմ։ Ես ոնց այդ եկեղեցականին ասեմ, ոնց ախպեր, ոնց ասեմ, ապուշ պտի լինեմ ես, որ հա, ես իմ վրա եմ ասում, ուրիշները ոնց ուզեմ թող մտածեն, այդ իրեն գիտեն։ Իմ մասով եմ ասում, ես սենց եմ մտածում։ Ես ապուշ պետքա լինեմ, եթե ես քեզի պետքա հիմա սովորեցնեմ ոնց եթեր վարել։ Ճիշտ է։ Դու ինձ որ սովորացնես ոնց պետքա հումոր անեմ, ես քո վրա կծիծաղեմ։ Նույնը հակառակը ճիշտ եմ ասում։ Ես ընդհանուր որ շատ են ինձ ասում, եկեղեցուց խոսում ես, ինչի չես խոսում, տեսնում ես, սենցա, դա մի բան է, որ ես կարամ իմ խոսալով իմ լսարանին վնասեմ, ինձ էլ վնասեմ, եկեղեցուն էլ վնասեմ։ Այսինքն քո մեսեջը աղոթեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Թող Աստծուն մոտիկ լինեն, դենամ ինչ է լինելու։ Մենք Աստծուն մոտիկ չենք, բայց Պողոսը խի չխոսած, Պետրոսը խի չխոսած, ինչ խոսան։ Դու ինչ ես խոսում։ Դու տոնդ նստած ոչ էթում ես, ոչ աղոթում ես, ոչ մի բան չես անում, լավ չես։ Այսքան վատ բանի մեջ լավ բան տեսնում ես արամ։ Իհարկե, միշտ լավ բան կա։ Օրինակ հենց այդ պատմության մեջ ես տեսել եմ։ Սաղն ասում են արս խի ես ծիծաղում, խի ես ուրախացել։ Որ ասում եմ տղեկ, այս պատմությունը որ չներ, այս կան հազարավոր մարդիկ պադարակի չէին գա։ Հա, չէ, բայց էդի տես դա ձևական է, չէ։ Չէ, ձևական է։ Ես շատերի մոտ տեսել եմ աղոթքանը։ Չէ, շատերինն է ձևական է։ Դե իմի ով ինչու համար է գալիս, ախպեր, կարևորը մենք աշխարհին ցույց տվեցինք, որ մենք ախպեր հավատացյալ որ մասա կա մեր մոտ։ Ախպերս մեզի մնացել է մի հատ այդ մի խոսք։ Մենք առաջի քրիստոնյան ենք։ Էլ էդ չի ասում, արդեն դուրս թե որ այդ մի բան ասենք խնդալու են վրեկներս։ Շատ լավ, արի փոխենք թեման։ Ես ապասնի թեմա է։ Փառք Տիրոջը, շարժ փորձանքից էլ հեռու։ Շարժ փորձանքից հեռու, շատ հեռու չես, հետո կասեմ քեզ։ Տես Արամ ջան, համացանց։ Ինչ է քո համար համացանց։ Դու մայստեր սպորտ ես այս համացանցի մեջ։ Ոնց չէ, մարդ, որը կայացել է, դե ուրեմն դու արդեն ամեն անկյուն, ամեն քյոշա, ասենց ասած մեր բառով ուշադիր նայել ես, ուշադիր հետևել ես ու գիտես, որ սենյակ մտնես, որը չարժի մտնես։ Ինչը համացանց ախպեր։ Օրը մենք հայերով ես, միամիտ հայտնվա մեր կյանքում, ով կա չկա մի հատ ծուրատոր ունի, դրեց, միացրեց ու հելավ դեմը, ասենց պարոշները լողոզած նստավ։ Համացանցը ցանցա միած։ Համացանցից կարելի է պարզապես համ քիչ օգտվել։ Համ զգուշ։ Այսինքն եթե դու տեսնում ես ինչ-որ մի աղջիկ իրան, չգիտեմ, բաց տեղերով շատ դիտումներ ունի ու դու նա հրապարակում ես մի հատ խելոք մի բան, որը ընդհանրապես դիտում չի, պետք չի դու դառնաս ինքը։ Դու այնքան պետք է անես, մինչև իրանք դառնան դու։ Ու էդի ինչքան էլ որ դժվար է, եթե դու հավատաս քեզ, հավատաս քո ուժերին, ոնց որ ես արեցի, ելնելու է, Աստված տալու է։ Հաստատ Աստված է տալու։ Արամ, այդքան զբաղված ելնելով, այդքան կարամ ասեմ 25 ժամը քեզ անգամ չի հերիքում։ Այո, չի հերիքում։ Բայց դու ժամանակ ես գտնում նաև համացանցում մի քանի մարդկանց, ովքեր թե սխալվել են միամիտ, թե դիդավորյալ են արել, թե ինչ,
քո մաքրման ստիլն ես դրել արդեն, զգուշացնում ես։ Դա շատ լավ բան եմ անում։ Հա, ես գիտեմ որ շատ լավ Մի ես բանից անում։ ինձ լավ եմ զգում, որ ցույց եմ տալիս, որ մարդիկ Смотрящий հա, չէ։ Ոչ, չէ, որ ասում ես թե չէ մի անգամից։ Չէ, գիտես, դա այդ հարգանքն է Արսեն ջան, այդ մաքրությունն ու պարզությունն է, որ մարդիկ ընդունում են ինձ այտենց ոնց որ ես կամ ու ինձ ընդունում են այն մարդիկ այտենց ինձ ոնց որ ես կամ ոնց որ իրանք են ինպես համ ինպես մտածում համ ինպես ապրում համ ինպես Ինչն է մեծացել քո համար կարմիր գիծ։ այսինքն Ինչն է համացանցում հայը հելնում է նստում է էկրանը միացնում է մի կարմիր գիծ չի լինում կարմիր գծեր ալի լավ ասա գծերը հիմի համացանցից մարդիկ նայում են ու շատերը կնային ովքեր օգտվում են այդ համացանցից օրինակ իրանց հետաքրքիր է Արամի համար ո՞րն է դա կարմիր ես գիծը չեմ կարա ձեր համար իմ ընդհանուր կարմիր գիծ ասեմ դու օրինակ ադրբեջանցիների հետ ելներ խոսելը զվարճանալ եւ այլն իհարկե կարմիր գիծ է կարմիր գիծ հա ինչու կարմիր գիծ է դա առ համարանք է ինձ իմ հայրենիքին իմ զինվորներին իմ հերոս ախպերներին առ համարանք հա որովհետեւ որ խորանանք շատ կխորանանք էլի չեմ ուզում այդքան խորանամ դառնա քաղաքական չէ քաղաքականի պահ չի այստեղ ունենք մենք խնդիր մենք ունեցել ենք 30 տարի այդ մարդկանց հետ եթե չէ հաշվենք նախկինում 100-ամյակներով մեկ այդ ցեղատեսակի հետ ունենք խնդիր, որ իրանք անընդհատ ուզում են մեզ ոչինչ ասնեն, մենք անընդհատ սկզբից թույլ ենք տալիս, որ մեր կողորտին դնեն դանակը, հետո նոր ասում ենք, վայ, արեք միավորվենք, որ ինչ որ փրկվենք, ենք թողում։ Հա։ Իսկական պատճառը գիտես որտեղ է։ Այս ժողովրդի շատ են սոված պահել, շատ են առանց լույսի ու ջրի պահել։ Հիմա այդ ժողովուրդը ապրել է ուզում։ Այդ ամեն ինչ ուզում է համատեղի։ Դրա համար սա խառը մի հատ բան է ստեղծվել։ Ոչ գիտես ճիշտ է, ոչ գիտես սխալ է։ Ինքը իր մեջ է իր ինքնասիրության հետ կռիվ տալի։ Ոչ թե ընդհանուր ազգի Կարում մասը։ ես բացայդես։ Հա, մարդկանց են թաքնված տաղանդների։ Շատ կան, շատ։ Չէ, կարում ես իրանց որպես մարդ անց հանես։ Այո։ Այսինքն յուրաքանչյուր մարդ այսօր 21-րդ դարում կարա շատ սիրուն հայտնաբերվի, թե որտեղից է նստած, ով է ինքը։ Իհարկե։ Քանի անգամ ես բացահայտել արդեն, ինչ է ռեզուլտատը տվել։ Թիվ չեմ կարող ասեմ, բայց մի 20-30-ից ավել։ Այսինքն գոյություն ունի ծրագիր, մարդիկ, ովքեր այդ sense ոնց ասեմ այդ մարդկանց բնութագրեմ, չգիտես ով կարա մտնի user-ի տակ կամ հայոյան կրի կամ մտնի թուրքերին ասի ջան ես ձեր ցավը տանեմ ու այդ մարդկանց մենք կարանք շատ սիրուն sense հանենք հրաբարակայինորեն այո Եթե ես կարող եմ անեմ պետությունը պատկերացնում ես ոնց կարա անի ուղղակի չեմ հասկանում խի չենք անում լավ Արամ ջան հարցը մենակ թուրքերը չի հարցը տես այդ նույն հայոյան գրողը թող գնա թուրքերին գրի Ես ինչ եմ արել, ոչ ծնվել եմ, ոչ իր դուշմանն եմ եղել, ոչ չէ։ Եկել է ինձ ա գրում, նախ ինձ ա գրում, հա։ Հա լավ։ Ես այդ դրանց էլ եմ շատերին լիկվիդացրել եմ, հատկապես TikTok-ից։ Բայց չեմ ասել, ոչ մեկի չեմ ասել, պետք էլ չի։ Բայց բոլորն էլ գիտեն, շատերը այսօր այդ TikTok հարթակում շատ պիղծ ակաունտներ ներողություն, հիմա գոյություն չունեն։ Մի քանի պիղծ ակաունտներ կան, որոնք քեզ տեսնելուց դառնում են հայախոս, ես անգամ չեմ պատկերացնում ինքը լեզվաբան է, ինչ անենց հայերեն են խոսում, էլ դուս հենց դու չկաս արդեն։ Գնում ես մի անգամից նորից սկսում ես վատ բան է սկսե, մանավանդ այս ֆոնի վրա է Շալիկոյի ու Քյամրանի հետ կապված, ինչ-որ թազա մասնագիտություն է ծնվել Հայաստանում։ Հայրենասեր։ Հիմա տես այսքան խոսում ենք, չէ, հայրենասեր, բայց հələ մենք շատ ունենք որ դառնանք հայրենասեր։ Շատ ունենք որ դառնանք հայ, մեր պատկերացրած, մեր իմացած, չէ։ Բայց հիմա ով լայվ է բացում, Քյամրանից է խոսում, Պողոսից է խոսում, մտածում է իմ հաջողության գաղտնիքը տեղ է։ Այդ ձեզ լինի Քյամրանն էլ լինի Քյամրանի հերն է, մերն է, տիրոջ մերն է։ Ահա։ Խոսքի, այդ դրա մեջ չէ, էլի, դա լրիվ ուրիշ տեղ է։ Իսկ կա մարդիկ, որ գումարատուր ինչ ասես կանեն։ Ճանաչում ես համացանցում դասում։ Առանց գումարել են անում, բայց օրինակ այդ ռեկլամ անող այդ մասային անունները նորից չեմ ուզում տամ։ Եթե մի Խաչատուր Սուկիասյանը հանի, ասենք մի $100,000 տա, ասի արա տղա ջան, լարի էս ադրբեջանական բենզինը մի հատ թույնո դա ռեկլամ անի կանեն։
Ես այդ մեկը բերել տենց ոչ քաղաքական Բեսան գործիչներից եմ ուզում պրովոկատոր եմ, խոսում։ Չէ, քաղաքական գործիչներից չեմ խոսում, բոլորի հանդեպ էլ կա։ Լավ, օքեյ, քաղաքական գործիչ չէ։ Ինչ որ X ազնվորություն ադրբեջանական բենզին է բերում, ախպեր։ Կարելի է արդյոք շուտ չի որ ինչ որ մի հատ առևտուր սկսենք այդ մարդկանց հետ։ Մարդիկ ով որ իրancs մանկապարտեզներում ախպերես ասում են հայ էլի։ Ուրիշ բաներից խոսա։ Զակազ են տվել, ախպեր ասել են։ Ոնց որ կասեր Սերժ Սարգսյանը, լասա։ ժամանակը կգաք խոսեմ։ Դեն չի ասում Սերժ Սարգսյանը։ Ժամանակը կգաք խոսեմ։ Ժամանակ։ Հա, ժամանակը կգաք խոսեմ։ Հուսով եմ այդ ժամանակը Հա, շուտ ժամանակը մոտ է խոսեմ, բայց ես չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ, ես քաղաքական գործիչ չեմ։ Հասկանում Չեմ ուզում խառնվեմ այդ հասկանում եմ։ Ով է որպես հայր։ Արա Մանուկյանը իր ընտանիքի համար դու ո՞նց ես զգում քո երեխաները գոհ են քեզանից ընդհանրապես որպես հայր դու կարողանում ես տաս այն ամենը ինչ որ կուզենայի ժամանակի սղության մասին է խոսքը չէ մի քիչ այն ինչը որ կուզենամ տամ երեխաներից զուտ ժամանակի խնդիր է բայց կարծում եմ իրանց ապագայի համար հա ինչ անում եմ մի բան էլ իրանց ապագայի համար եմ անում ինչը որ համացանցում ցույց եմ տալիս դրա մասին չեմ ասում էլի առհասարակ իմ ապրելը իրանց վաղվա լավորվա համար է նաև Օրինակ Արամ ջան կիսա հումոր կիսա լուրջ է հարցը քո հերախոսն էլ ես դու տունը որ տուն ես հետում դե չէ էդի չէ ասում չէ անկեղծ չէ որպես հայր ինչը չես հասցնում տաս քո երեխաներին ֆիզիկապես ինչ որ դու ժամանակի խնդիր ունեմ ընդամենը Ուզենամ ավելի շատ ընտանիքիս հետ լինեմ, ավելի շատ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնեմ, բայց չեմ հասցնում, այդ չեմ հասցնումը ճիշտ է, այդքան էլ արդարացված չի, բայց մի քիչ ուզում եմ արդարացնել, որովհետև եթե չանեմ, այս իմ օրվա 25 ժամվա գոնե 10 քանի ժամը, կարող մի քանի օր հետո, մի քանի ամիս հետո ավելի քիչ ժամանակ ունենամ իմ ընտանիքի մասին մտածելու էլի։ Ես ընդհանրապես գիտեմ Արամ ջան, որ մարդիկ ովքեր ամենադժվար պրոֆեսիան է աշխարհում, ես այդ հստակ պատկերացնում եմ դա մարդուն ծիծաղացնելն է։ Որովհետև նստած են տարբեր աշխարհահայացք ունեցող մարդիկ, տարբեր կրիտերիաներով ու այդ կանին միավորել ինչ որ մի բանի շուրջ ու ասենք ծիծաղացնել, դա ահավոր դժվար գործ է։ Ոնց է քո մոտ հաջողվում։ Դու օր ասենք ելնում ես բեմ։ Այդ բեմի վրա կանում ես մի հատ sense ռենտգեն ես անում, տեսնում ես ինչ մասա է նստած ու ըստ դրան արդեն որոշում ես ոնց անես այդ ամենը, թե ուղղակի սցենարը կա, ելար շփծրեցիր եկար։ Իմ մոտ իմպրովիզը շատ ուժ։ Ես գիտեմ, դրա համար եմ հարցնում։ Աստծուց շատ եմ խոսում։ Անկեղծ եմ ասում, դա Աստծո տված է։ Բաներ էլ կա, ես էլ եմ նայում, հետ եմ գնում, ես զարմանում եմ, ես ծիծաղում եմ, որովհետև այտենց մեջիցս դուրս է գալիս։ Ուղղակի մեջիցս դուրս է գալիս։ Չէ, դի չես գնա սովորես։ Խոսքի կա չէ, ասում են, ես ինչ հումորի դպրոց։ Հումորը չեն սովորացնում, ես քեզ չեմ կարա սովորացնեմ։ Դու հա կարամ ասեմ օրինակի համար, այս ինչ բառը սենց ասես, մի քիչ կամ տեղերը փոխես, որ կատակը շուտ չվառես, շուտկեն չվառես, ըստե ավելի խնդալու կլինի։ Բայց հումոր անել, այտենց բան գոյություն չունի։ Էդի Աստծո տված է։ Աստծո տված շնորհք, հա, մեռնեմ Աստծո զորությանը, Ջանի Ղուրբանեղնի մեն որ ասում եմ, մեր շատ սիրելի Վարդ Հակոբյանը։ Արամ ջան, օրինակ ես նայում եմ հումորի ինչ որ լիգաներ, բաներ կա։ Շատ նորմալ է, երիտասարդությունը ինչ որ հումոր բան է անում, բայց երբ որ նայում եմ ժյուրի կազմին, ասենք մեջները մարդիկ կան, որ ես չեմ պատկերացնում, որ ինքը հումորից այդպես բեսանտ, ասենք դեմքը sense չգիտեմ, թող ինձ 1000 անգամ ներեն, ժողովուրդ, իմ տպավորությունն եմ ես դա ասում, ասենք դեմքը sense ժելեզնի մինչև վեշ նայում, ասենք դու ի՞նչն ես գնահատում, դու ժյուրի ես, ո՞նց ես դու գնահատում, եթե դու դրա մասնագետը չես։ Հիմա ինձ դիտար բալետի, ասենք նստա ժյուրի, բալետ կամ օպերայի, ո՞նց եմ ես, ասենց անեմ ու նստեմ ասեմ, արա ոդկը մի քիչ պագաս անես վերև։ Հա, ու դու տակից քո տրիկոն դզես։ Հա Չէ, ուր կանչեն։ Ինձ կանչում են, ասում են, չեմ ասի ովքեր, որ հերոստանգերություններից։
Այսինչ պրոյեկտին մասնակցես, բան։ No։ Խի։ Ինչը ժուրի լինի։ Տես մի 20 քանի տարեկան տղեն, որ այտենց մի ձևի սրա նրա տակ պարկելով գնաց է ասել անդե, եթե կարելի է տղա ասել։ Այդ համ ինքը ինձի ժուրի լինի։ ինքը քեզի ժուրի լինի։ Հա, բա այդ եմ ասում։ Չէ, դու լես ժուրի։ Ես ինչ ժուրի լինեմ, ես էլ այնքան հաց ու պանիր պետք Չէ, եմ։ տես, ես ինչ Չէ, եմ։ չէ, Քո դրանից այս մասը- սկզբից ունեցած փորձի հետ կապված։ Այդ ջելը քիչ է Շանսը դրա։ որ դու մարդկանց էլ չկոդրեն ընդ է, իրական քննադատական։ Ես էդի կարամ սենց տեղեր ասեմ, թող լսեն, թող չգնան։ Թող փորձեն հենց իրենց վրա, բայց ոչ վատ մակարդակով, Այսօր համացանցը էլի։ թույլ է տալիս յուրաքանչյուրին փորձել իրաց Սա իմ հերոստանգերությունն է։ Հա։ Այն Դու ժամանակ, տնօրեն ես, այն ժամանակ տնօրեն ես։ տնօրենն եմ, տերն եմ, հիմնադիրն եմ։ Այն ժամանակ որ ձեռ էի բարձրացնում, ասում էի այսպես բաներ ունեմ, տեքստերը տանում էի, տալիս էի։ Սենց էի անում, ասում էի ինչ է հաջողություն գնա։ Հիմա իրանք են բանանում, ասում եմ ես իմ հերոստանգերությունը ունեմ։ Հիմա իմ գովազ դատուներին, որոշ հերոստանգերություններից զանգում խնդրում են, ասում են իրա ուզած գումարի կեսը տվեք, մենք ձեզ գովազդանք, ասում եմ ոչ, որովհետև նրա տված ռեզուլտատի 10%-ը չեք կարա տակ։ Էլի Աստված արեց։ Այսօր Աստծուց շատ խոսացինք։ Այդ շատ լավ է։ Վկայություններ է սրանք, Արսեն անկեղծ եմ ասում։ Մի ժամանակ 2019 կամ 20 թիվներ, մի Facebook-ում այսքան հայտնի չէի, մի հրապարակում արեցի, մտել էի բաղնիկ, տեսիլք էի տեսել, նկարել էի։ Տեղադրեցի իմեջում, ես քեզ առանձին ցույց կտամ։ Տեսնեմ մարդիկ խնդում են։ Ու ասեցի, էսի բանա Աստծոց եկած ինձ մեսիջա, որ գալու է այդ օրը ես հասնելու եմ սրան։ Որ գիտես ինչ տեսիլք էր։ Միկրոֆոներ, դեմը ժողովուրդ էր, ես խոնարհվում էի։ Եթե Ես ցույց կտամ։ կուզենաս դու ինձ տուր, ես Ցույց- այս պահին Չէ, էդի մենակ տեղադրեմ, ես թող- ցույց կտամ, էդի ցույց կտամ կտեսնես։ Ու չեմ ուզում հրապարակեմ էլ։ Բայց եկավ այդ օրը։ Աստծո հետ ուղիղ կապ ունեմ։ Մի քիչ մնա ասեմ ախպեր մի բան կա փոխանցի։ Լավ, Արամ ջան, մեր հաղորդումը մոդենում ու արդեն ավարտին, բայց ես մի հատ շատ կարևոր հարց նույնպես ունեմ քեզ տալու, վերջում քեզ խոսք կդամ, քանի որ քեզ նայում եմ մասսան, որը մեր ապագան է։ Ես հիմնականում նկատի ունեմ երիտասարդությունը, ովքեր այսօր ավելի շատ խայպի հետևից են վազում, ավելի շատ ռազմորկեկի հայոյանքների, չեմ ասում իրանք փճացած բան են, սենց ասած մեր հետևից գալացողներն են, չէ, այդ միջավայրից չէ։ Այդ նույն այդ մարդկանց այդ նույն սերունդն էր, որ 44 օր շանս սադակ էր տվել Թուրքին ունեցած ռեսուրսով։ Այդ դու ինչ կասես այդ մարդկանց, այդ երիտասարդներին, հաջողությունը դա ինչ է, ոնց գնաս այդ հաջողությունը։ Ճիշտ է, դու նոր ասեցիր, որ հավատաս քեզ բան, բայց ինչից սկսեն իրանք։ Իրանք իրենց ուժերին հավատալուց։ Իրանք իրենց տված բախտից, շատ ժամանակ բախտից շատերը բան են, հարադես բախտ չունեն բան։ Եթե ծնվել ես արդեն բախտավոր ես, հիմա մնում է դու ճիշտ օգտագործես քո շանսերը։ Ճիշտ մտածես, ճիշտ շարժվես, ժամանակին ելնես ճիշտ տեղում։ Ինչ է մեղադրել, հա, ես քեզ կարամ հիմա մեղադրեմ, որ իսկ կանչել ես, դու ինձ սենց խառը։ Ստեղով մի քիչ մտածում ես ու մեկ էլ ամենակարևորը, այս խայպերին հանկարծ չտրվեն երեխեքը։ Ինչ է նշանակում խայբ։ Խայպերին է, որ տենում են խոսքի TikTok-ով Պողոսը, եսի $200,000 ավտոյա քշում կամ $100,000 մոտը փող կա, կամ չգիտեմ, հաս ծեփով, հա։ Ոնց ասեմ, կամ մեկը ախրանիկով, հա, Գեորգիքսը խոսքի ախրանիկով, հա։ Արա հորես Ազիզ արեմ, սենց ասում, լավ որ հասկանաք։ Այդ ամեն ինչի 98%-ը փուջա, դες բան գոյություն չունի։ Էդի ձեր աշքի ու ականջի խապկանքի համար է։ Այսինքն Ձեզի խապելով իրանք դառնում են ձեր աստվածները, հազար ներողություն Աստված ջան։ չգնալ փողի, չգնալ խայպի, Իհարկե, կարճաժամկետի հիմա Արսեն ջան, բոլորը գնում են փողի, երեխեքի հետ ում հետ խոսում ես։ Ժամը 4-ին իմ հետ մեկը լիֆտա բարձրացել լայվում 2 տարի առաջ, ժամը գիշերը 4-ին։ Ասում բալիկ ջան, դու քանի տարի ես, ասում 10-ին, ասում խիչ չես քնե։ Բա դու խիչ չես քնե, արա։ Բա։
Ու հերոսի անուն եմ հարցնում, Մոնթեի դուշմանի անուն եմ հարցնում, Վազգենյանը չգիտի։ TikTok-երի անուն եմ տալի, գիտի։ Հիմա պատկերացնում ես խոսքի Աստված չանի։ Մի ինչ-որ մի բան լինի, այս երեխեքի ում ձեռը, որ մի TikTok-երի ձեռը բռնած են այդ հալու կռիվ կրելու։ Իրանք հերվից աղոթելու են այդ երեխաների համար։ Լավ, Արամ ջան, ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, լուրջ եմ ասում, Աստծո անունը շատ ենք տալիս, որ քո նման մարդը հայտնվել է այս ոչ մենակ համացանցում, այլ մեր միջավայրում, դրա համար վերջին հարցն եմ տալիս ու վերջացնում ենք։ Դու քեզ պատկերացնում ես մի օր արթնանում ես հեռու տնից տեղից, ես էլ եմ ինձ այդ հարցը շատ տվել։ Արա չկա ինտերնետ։ Вообще չկա։ Լույս չկա։ Դու քեզ ինչ որ մի տեղ տեսնում ես Արամ, կգտնես որտեղ ախպեր։ Տունը երեխեքիս հետ։ Տունը երեխեքիդ հետ։ Այդ վաղ ես ինձ լիարժեք մարդ կզգամ, հայր կզգամ, ամուսին կզգամ։ Հիմա անկեղծ այդ մասով ձեր տնեցիկ այս հաղորդումից հետո կենես սաղ կկտրեն, լարերը կգծեն, բաշ։ Շնորհակալ եմ Արամ ջան։ Շնորհակալ եմ եղբայր ջան, աշխատի, եթե ինչ-որ մի տեղ այդ ես չեմ ուզում քո կյանքում որևիցե մի անգամ եւս հայտնվի կոդրել բառը։ Ես կուզենամ որ դու կոդրող լինես։ Էսի կենաց չի։ Քո տեսակի շուրջ այսօր երիտասարդությունը պետք է հավաքվեն, քո տեսակը ընդունեն որպես իրանց համար օրինագելի, քո տեսակը պետք է ընդունեն նորապսակները, ովքեր ընտանիք են նոր ուզում կառուցեն, ու ինչպիսին պետք է լինի հայրը, կինը եւ երեխաները, ես ճանաչելով քեզ, դա հստակ ասում եմ, եւ շնորհակալություն որ դու ասենց ասած փորձում ես բոլորին ներես։ Էդ էլ է շնորհակալության արժանի բան։ Հա, Աստված առաջ Արամ ջան, հույսով եմ ավելի կբարձրանաս դու քո ուզած աշճաններին ու մեզ նորից չես մոռանալու։ Շատ շնորհակալ եմ, ստեսություն ձեզ։ Հաջողություն։